Ուրախ ենք, որ անգամ միևս կարող եք միանալ մեզ, մեր Շնորհ Հայաստանի ծրագրին։ Ես անձնապես ուրախ եմ, որ այսօր մեր մեջ ունենք մեր սիրելի եղբայրներից մեր Բեթլեհեմ մկրտական եկեղեցու հովիվ եղբայրը Էդո Միրզոյան։ Էդո եղբայրս ուրախ ենք, որ մեր մեջ եք։ Նմանապես Հովհաննես եղբայրս։ Ես շատ ուրախ եմ եւ Աստծուն փառք եմ տալիս այս հրաշալի միջոցի համար, որ Աստված այս ծառայության միջոցով իրոք ոգևորում է շատերին, որովհետեւ ես տեսնում եմ եւ մեր եկեղեցու շատ անդամներ նայում են այս վիդեոները եւ կարող եմ ասել շատ օգտակար են։ Թող Տերը օրհնի եւ ել ավելի օրհնություն դարձնի շատերիս համար։ Ամեն, ամեն։ Այսօր մեր թեման հովվական աղոթքի կապակցությամբ է եւ երկու բաժին ունենք, այսպես ասելով, ուրեմն առաջին բաժինը Էդո եղբայրս հովի անձնական աղոթքի կյանքի մասին կխոսանք եւ հաջորդ բաժինը հովի հանրային աղոթքի կյանքի մասին կխոսանք։ Ուրեմն իհարկե առաջ որ հովիվը ինքը իր ծառայությունը ներգրավե աղոթքի այդ ծառայությունը, այդ կյանքը, մենք ազո իբր ծառաներ ամեն բանից առաջ պետք է աղոթքի մարդ լինենք, զորնակ մեր անձնական տան մեջ, մեր անձնական սերտողության ընթացքում մենիկ բահում եւ այլն։ Մի փոքր խնդրեմ, պատմեք քո անձնական աղոթքի կյանքի մասին։ Ուրեմն եթե ամփոփ փորձեմ սրան պատասխանել, պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ եղել են ժամանակներ իմ կյանքում, որ շատ հետևողական չեմ եղել ես դրա մեջ։ Ես չեմ ուզում հիմա հանրության առաջ ձևացնել, որ մենք սուրբ ենք եւ շատ բարձր որակներ ունենք, այո, բայց երբեմն Աստված այդպիսի իրավիճակներ թույլ է տալիս մեր կյանքում, որպեսզի մեզ էլ ավելի հասկացնի, որ մենք կախված ենք իրենից։ Որովհետեւ գիտեք, Հովհաննես եղբայրը շատ անգամներ, երբ որ թե ծառայության մեջ, թե ընտանիքի մեջ, թե հարաբերությունների մեջ, որ գալիս է արդեն ստաբիլ վիճակ, մենք մի քիչ արդեն մեր հայերեն լեզվով ասած արխային ենք ընկնում, մտածելով, որ արդեն ամեն բան իր հունի մեջ է անգելու, տենց էլ պիտի լինի, բայց երբ որ փորձություններ եւ դժվարություններ են գալիս, այդ ժամանակ հասկանում ես, որ որտեղ ես բաց թողել։ Ես կարող եմ խոստովանել ու ասել, որ իմ կյանքում աղոթքի կյանքը, այսպես ասած, վերածնվեց եւ նոր կյանք ստացավ այն ժամանակ, երբ որ իմ կյանքում եւ եկեղեցում փոթորիկներ եղան։ Այդպես է, շատ անգամ Տերը, ինչպես ասեցիր, մեզ այնպիսի իրավիճակների մեջ գցում է, որբեսի մենք անդրադառնանք, որ նրանից կախյալենք։ Այո, եւ իրավիճակների ես հանդիպեցի, որ երբեք չէի մտածի, որ ես կամ մեր եկեղեցին այդպիսի իրավիճակի մեջ կընկնի ու դա ինձ ստիպեց գիշերները ծնկի վրա անցկացնել։ Եվ ես կարող եմ ասել, որ իմ կյանքի ամենաօրհնյալ օրերն եմ ունեցել ու ամենաանկեղծ հաղորդակցությունը իմ երկնային հոր հետ, որ ես զգացել եմ, որ ես հիմա երբ որ աղոթք եմ բարձրացնում, նա ինձ լսում է։ Որովհետև եթե անկեղծ լինենք, շատ անգամներ աղոթքներ ունենք, որ չեմ ամաչի ասել, պարզապես անգիր արած բառեր կարծես թե լինեն, որովհետև գիտենք այստեղ ինչպես պիտի աղոթենք, այնտեղ ինչպես պիտի աղոթենք, այս իրավիճակի մեջ ինչպես պիտի աղոթենք, հացի ժամանակ ինչպես պիտի աղոթենք, բայց երբ որ արդեն ընկնում ես այդ իրավիճակի մեջ, դու արդեն ոչ թե բառեր ես փնտրում զարմացնելու, կամ ինչ-որ ճոխ արտահայտություններ անելու, այլ քո սրտի անկեղծ վիճակը եւ քո կարիքները բերում ես Աստծո առաջ։ Ու դա ինձ սովորեցրեց, որ անկախ ամեն ինչից կլինեն լավ ժամանակներ, թե կլինեն հալածանքներ, դժվարություններ, թե փորձություններ, փոթորիկներ, հիվանդություններ, թե աղքատություն եւ թե հարստություն, սա իմ կյանքի անբաժանելի մի մասը դառավ եւ ես ամենալավ օրինակը, որ վերցրեցի եւ սովորեցի, դա մեր Տիրոջից էր, Հիսուսից, որ նա ամեն ժամանակ եւ ես
այդ համարը առանձնացրել եմ ինձ համար, որ ավետարանի մեջ ասում է Հիսուս ամեն անգամ գնում էր աղոթքի, առանձնանում էր աղոթքի եւ Մարկոսի ավետարան առաջի գլուխ 35 համար, երբ որ կարդում ենք, ասում է առավոտյան դեռ շատ վաղ Հիսուսը վեր կացավ, դուրս եկավ եւ գնում էր աղոթքի։ Եվ տեսնում ենք մեր Տերը, մեր առաջնորդը, մեր օրինակը նա Աստված լինելով հասկանում էր, որ կախված է, այս երկրի վրա կախված է մեր երկնային հորից։ Եվ շատ ոգևորեց ինձ իր օրինակը եւ ես տեսնում եմ, թե Հիսուս ինչպես էր ամբողջ գիշեր աղոթում եւ ցերեկները ծառայում։ Ու գիտեք, սա իմ համար մի հրաշալի, այսպես ասեմ, դաս եղավ։ Շատ անգամներ, երբ որ մենք երեկոյան մի փոքր ուշ ենք քնում, առավոտյան շատ ուշ ենք ուզում արթնանալ, ուզում ենք հանգստանալ, հաջորդ օրը ինչ-որ բաներ չանել կամ եթե ծառայության մեջ ենք եղել, այդ օրը մի քիչ մեզի հանգստանք, որովհետև անցած օրը շատ ենք չարչարվել։ Բայց արի ու տես, որ մեր Տերը ամբողջ գիշեր աղոթք էր անում եւ ցերեկները ծառայություն էր անում։ Այո։ Եվ պետք է իմանանք, որ աղոթքը դա զորություն է, դա ուժ է եւ մեր գաղտնի ծածուկում, հա, շատ անգամներ մեր հովիվների ծառայությունը ասենց ասեմ անտեսանելի մասն է, հա, որ մենք մեր սենյակում, մեր անկյունում ծնկեն գալի իմանալով մեր դժվարությունները, մեր խնդիրները, մեր կարիքները ու մեր անկարողությունը, որտեղ եթե Տիրոջ միջամտությունն ու զորությունը չլինի, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք մենք այս ծառայությունը անել։ Բոլոր հոգևոր ծառայությունը մեր հոգևոր բայկար է։ Այո։ Եվ այդ հոգևոր բայկարը դիմակրավելու համար, որ կարողանանք նրա միջից հաղթական դուրս գանք Ազո պարքի համար, եկեղեցվո շահի համար, իհարկե պետք ունենք հոգևոր զենքեր, այդպես ասած, Ազո խոսքը, աղոթքի այդ հնարավորությունը, եւ Էդո ջան, դու պատասխանեցիր մի կարևոր հարցի, որ դեսա, որ քո աղոթները ձևավորված են Սուրբ գրքով։ Ոչ թե բարձրապես սովորություն, այլ սովորությունը լավ է աղոթքի առումով, որտեղ այդ սովորությունը պետք է մշակենք, ինչպես ասեցիր արդեն, եւ որ Մարգոս 1:35-ից, որ Տերը իր ասում է, որ վաղ առավոտյան, ինչ որ կարդացիր արդեն, լույսը Տեր չբացված, Տեր կացավ դուրս եկավ, միամայ դեր գնաց ու այնտեղ աղոթում էր։ Սա այո, ինքը սովորությունն էր աղոթելու առավոտյան կանուխ, տակավին լույս չբացված, եւ արդեն իսկ իր ծառայությունը հետո մատուցում էր բոլոր օրվա ընթացքում։ Եվ ինչ մեզ համար դաս է սա, որ մեր աղոթները բարձրապես մեքենայական չլինեն։ Արդեն նշեցիր դա, որովհետև շատ անգամ մեր աղոթները բարձրապես պետք է աղոթենք, օրինակ մարդկանց մեջ ենք ջաշի գլխուն, կամ ընտանիքով ենք ջաշի գլխուն, պետք է եկեղեցին մեր աղոթքով սկսենք մեր պաշտամունքի ժողովը եւ այլն։ Բայց կարիքից ելնելով է պետք։ Լավ է դա, բայց միայն դա պետք չէ լինի։ Որովհետև մեր Տերը չի անգալու մեզանից, որ երբ որ մենք կարիքավոր լինենք նրա առաջ, այն ատեն աղոթենք։ Այո, միշտ։ Ես ուզում եի դրա մասին էր խոսել, որ Եփեսացի 6-րդ գլխում դրա մասին է խոսում, ասում է ամեն ժամանակ աղոթք արեք, այսինքն բոլոր իրավիճակների մեջ, յուրաքանչյուր իրավիճակի։ Ուրախ, դխուր, այո, եւ ինչ որա լինի։ Այո, եւ այդտեղ հերթականությամբ ասում է հոգով, չէ՞, ամեն տեսակ աղոթներով, համբերությամբ, հա, բոլոր սրբերի համար, այսինքն դրա մեջ ոչ թե միայն քո կարիքն ես տեսնում կամ քո անձնական, քո ընտանեկան, այլ քո մեծ ընտանիքի եկեղեցու եւ սա իմ համար օրինակ եղավ եւ արդեն դարձավ ապրելակերպ եւ առավոտյան, երբ որ աչքերս բացում եմ, ժամանակներ առաջ իրոք շատ հանդիմանվեցի, որովհետեւ երբ որ աչքներս բացում էինք, առաջինը ձեռքներս պարզում էինք հեռախոսին եւ սխմում, թե տեսնենք ինչ նորություններ եկավ, ինչ եղավ, ով զանգեց, ով ինչ որ բան գրեց, բայց ես իմ մեջ սկզբունք վերցրեցի, որ պետք է առավոտյան առաջին բանը Աստծուն փառավորելով, երկրպագելով ու իմ վիճակը իր առջև բերելով իմ օրը սկսեմ ու դա դարձավ
իմ կյանքի մի մասը։ Ու առավոտյան հենց անկողնում, երբ որ աչքերս բացում եմ, առաջին բանը իմ եկեղեցական կարիքները։ Երիտասարդներից սկսած, մանուկներից, պատանիներից, զույգերից, չգիտեմ, Աստված այդ պահին ինչ, ասենց ասեմ, ում որ բերում է իմ մտքի մեջ, ես բերում եմ Աստծո առաջ։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա մինչև հիմա արդեն իսկ մի քիչ խոսեցանք, որ քո աղոթները ձևավորված են Աստծո խոսքով, արդեն հղում Մարգոս 1:35-ի Եփեսացիների 6-ից էլի արեցիր հղում, եւ այո, ավելի պիտի խոսենք յետքը այս բաժինում եկեղեցական այդ հանրային աղոթքի կարևորության մասին իբր հովիվ, որ որքան կարևոր է հանրային աղոթքը հովի։ Ուրիշ հարց քո անձնական աղոթքի կյանքի նկատմամբ, ինչպես քո աղոթները ցույց են տալիս Սուրբ Հոգու վրա ապավինություն, քան թե ինքնավստահություն։ Մի քիչ հպեցիր, մի քիչ դպչեցիր դրա վրա, բայց ավելի ուզում եմ մի քիչ խորանանք այս թեմայի վրայով, որ աղոթները ասեցիր, որ երբ օրինակ այո, խնդիր մը գա, հարց մը գա, գարիք մը գա, ավելի աղոթում ես, ավելի մի քիչ խորանանք սրա վրա։ Ինչու, որովհետև աղոթքի բոլոր նպատակը ցուցաբերել է այդ կախվածությունը, որ մենք իրապես պետք է հայտնաբերենք ոչ թե մեզ համար, հապա Աստծո առաջ նրա բարքի համար, որ մենք սիրում ենք նրան, մենք կախված ենք նրանից։ Այո, մի քիչ սրա վրա խոսանք։ Եթե նորից անդրադառնանք աստվածաշնչյան ճշմարտություններին, նայեք Տիրոջ խոսքը ասում է, եթե Տերը չշինի տունը, զուր են չարչարվողները, զուր են կառուցողները, եթե Տերը չշինի, եթե Տերը չպայի սահմանները, զուր են գիշերը չքնողները։ Այսինքն այս գիտակցումը պիտի ինձ որպես Աստծո ծառա բերի այս եզրահանգման, որ եթե Տերը չանի, զուր է քո չարչարանքը, անգամ եթե ես այդ հարցում պրոֆեսիոնալ եմ, ամենալավն եմ։ Եկ երբեմն մենք մտածում ենք, դե շատ պարզ է, եսի պիտի վերցնեմ, դնեմ այնտեղ ու կվերջանա այս ամեն ինչը։ Բայց չհասկանալով, որ եթե Տիրոջ միջամտությունը եւ իր առաջնորդությունը չլինի, մենք չենք կարող ոչ մի բան անել։ Օրեր առաջ մեր փոքր խմբում, երբ որ մենք ուսումնասիրում էինք Եփեսացիս թուղթը ու մենք այս դրան անդրադարձանք ու շատ հրաշալի մի ճշմարտության եկանք, ասում եմ, դե երբեմն մենք մտածում ենք, որ առավոտյան երբ որ արթնացանք, նորից մեր կյանքը պիտի շարունակվի, հեսա մենք կգնանք, եթե դու դաշնակահար ես, պիտի գնաս քո դաշնամուրը նվագես, քո գումարը վաստակես, գաս տուն ու շարունակես ու տենց ապրել։ Դու պատկերացրա մեկ օր արթնանում ես ու գնում ես ավտոմեքենայի դուռը բացում ես, ասես նստում ես դուռը փակելուց մատները թողում ես այդ դռնի արանքը։ Ինչ կլինի հետո։ Ինչա լինում հետո։ Դու մտածել ես երբեմն սրա մասին ու քար լռություն։ Ու սա մեզ բերում է այս գիտակցմանը, որ անկախ ամեն ինչից, եթե ես վստահ եմ իմ վրա, որ ես դաշնակահար եմ, ես վարորդ եմ, այն մյուսը շինարար է, ես հեսա կգնամ իմ գործը կանեմ, ոչ, եթե Տիրոջ միջամտությունը չլինի, նույնն էլ մեր ծառայությունների մեջ մենք փորձում ենք ամեն իրավիճակի մեջ 100%-ով վստահել իրեն, որովհետև մեր գիտակցումը այսպես է, որ եթե Տերը սկսել է այս գործը, պիտի իր բարի ավարտին հասցնի։ Մենք որպես ծառայողներ, մենք որպես գործիքներ հանձնվել ենք իրեն ու խնդրում ենք, որպեսզի Աստված մեզի օգտագործի իր թագավորության մեջ։ Դրա համար խնդրում ենք, որպեսզի Աստված լավագույն ձևով ինձ, մյուսին եւ այն մյուսին օգտագործի իր արքայության մեջ, որպես մի հատ փոքր գործիքներ, որովհետեւ եթե Տերը չուզենա օգտագործի, դու ինչքան էլ ուզենաս օգտագործվես, մնալու ես պատի անկյունում դրած։ Հիմա մենք տեսնում ենք այնտեղ գործիք կա դրված, եթե ես չվերցնեմ այդ գործիքը սկսեմ օգտագործել, ինքը տենց տարիներով կմնա։ Այսինքն պետք է հանձնվել Տիրոջը։ Տեր, ես քոնն եմ, վստահում եմ քեզ ու օգտագործիր։ Արա ինչ ուզում ես։ Երբեմն մենք եկեղեցում, որ երգում ենք, այդ երգերի արանքում ես ժողովրդին այս խոսքն եմ ասում, այս բառերը, որ մենք երգում ենք։ Սա մեր կյանքի դավանությունն է, թե երգի հեղինակի խոսքի, հա,
կրկնումն է, տուտագի նման։ որ մենք ամեն անգամ ասում ենք, արա ինչ որ քո կյանքը եմ կյանքում, քեզ եմ նվիրում կյանքը իմ, արա ինչ ուզում ես, չեմ փոխի քեզ ոսկով եւ արծաթով։ Այո, դա տենց է, թե մենք պարզապես բառեր ենք ասում կրկնում։ Դրա համար երբ որ մարդու մեջ այս գիտակցումը կա, ինքը կատարելապես նվիրվում է Աստծուն եւ վստահում իրեն, որովհետեւ Տերը գիտի մեր կարիքները, Տերը գիտի իր եկեղեցու խնդիրները, իր դժվարությունները։ Պարզապես պետք են ծալված ծնկներ, որ ես մեկ անգամ մի հոգևոր գործիչի կողմից այս արտահայտությունը լսեցի, որ ասում է հաղթանակը ծնվում է ծալված ծնկներից ու այս հեղինակը մի այսպիսի օրինակով պատմեց եւ այս օրինակը շատ ազդեցիկ էր, որ հիմա հիշում եմ, ասում եմ մենք երիտասարդ ժամանակ երիտասարդներով գնացել էինք Արշավի սարում եւ շատ դժվարությունով բարձրանում էինք եւ ասում է այս գրպանս գրոշներ կար լցված, կոպեկներ։ Եվ երբ որ անհարմար շարժում արեցի, այս գրպանից այս գրոշները թափվեց գետնին։ Ու ես մի անգամից ծնկի եկա եւ սկսեցի այս քարերը, թփերը այս կողմ այն կողմ անել, որպեսզի այդ գրոշները գտնեմ եւ հանկարծ մի ձայն, որ Աստված ինձի այդ ժամանակ խոսեց եւ սովորեցրեց, ասելով որ գիտես քո կյանքում որքան բաներ ես կորցրել, որ այսպես ծնկի չես եկել։ Բայց մի քանի կոպեկի համար դու հիմա այսքան հարության մոտ չես ամաչում եւ ծնկի ես եկել։ Եվ դա իրոք իմ համար է շատ մեծ դաս եղավ, որ պիտի մենք ամեն ժամանակ ծնկի գանք Տիրոջ առաջ։ Եվ մանավանդ աղոթքի ընթացքում որքան խոնարհացիչ առիթ է, հնարավորություն է, որ մեր սրտերը նրա առաջ հանգստացնենք, խոնարհեցնենք, հասկանալով, որ ինչպես ասեցիր, Աստված ինքը գերիշխան է, եթե Աստված ինք մի բան չուզենա, չլինիր, բայց մեր պարտավորվածությունն է աղոթելը, խնդրել նրա երեսը եւ ինքնավստահ, ինքնահավան այս առումով չլինենք, որ կարծես թե մենք գիտենք այսօր այս բանը անենք, պիտի ուսումնասիրենք Աստվածաշունչը, քարոզը պատրաստենք, այցելությունը անենք, չգիտեմ ուրիշ ինչ անենք, ոնց որ մեքենայական չլինի, աղոթքը մեզ ամեն օր հիշեցնում է, որ որքան մենք կախված ենք Աստծուց։ Մեր անձնական իհարկե հոգևոր կյանքի նկատմամբ, մեր անձնական ծառայության նկատմամբ, որ մենք անում ենք եկեղեցու ոլորտում, բայց իհարկե ավելի իդ կխոսանք մի քիչ եւս ոնց մեր հանրային աղոթնել նպաստում է Աստծո փառքի համար եւ եկեղեցու շինության համար, երբ անում ենք դա եկեղեցու մեջ, եկեղեցու մեր ծառայությունների մեջ։ Ուրեմն Սուրբ Հոգու վրա ապավինություն ցույց տալիս է այսպիսի մոդեցումը, երբ աղոթքով հասկանալով, որ այո Տեր, շատ բաներ կա, ես սիրեցի այդ պատկերազարդումը, որ տվեցիք, շատ բաներ կա, որ մենք չենք Աստծուց բնդրում լուրջ կերպով, քան թե աշխարհային բաները բնդրում ենք, մի քանի կոպեկ կորավ, Աստծո առաջ մի թե ես ծունգի գալիս եմ, այսինքն սրտահոժար ծունգի գալիս եմ, որ ասում եմ, որ ով Տեր, չէ, ուրիշ կարևոր բաներ կա իմ կյանքումս եւ աղոթքով կարող եմ բերել եւ Աստծուց մեկ կարող եմ ակնկալել, որ ով Տեր, դու պատասխաններ ունես, միայն դու կարող ես օգնել, միայն դու կարող ես, ասենք, այս խնդրի հարցի լուծումը գիտես, բերել։ Հովհաննես եղբայրը, շատ անգամներ մենք թեորիապես գիտենք, բայց պրակտիկ կյանքում կաղում ենք դրանում։ Երբ որ ճիշտ ադենին գալիս է։ Այո, երբ որ ճիշտ ժամանակին գալիս ես ու նորից ես հիշեցի մի վկայություն, եթե թույլ տաք, ես վկայությունով կիսվեմ ու շատ տպավորիչ վկայություն է, ու տարիներ առաջ մենք երբ որ նորից երիտասարդական ճամբար էինք անում Սևանի ափին ու վրաններ էի շատ խփել ու տենց համարյա 50-60 հոգի պատանի երիտասարդներ ու ճամբար ենք անում եւ ճամբարի 3-րդ օրն է ու այդ ճամբարը պիտի վերջանա, հաջորդ խումբը պիտի գա, մի խոսքով ոգևորված ծառայություն ենք անում եւ մարդիկ եկան ու ասեցին ով եք դուք։ Ասում եմ ներկայանում եմ, մենք եկեղեցու ծառայողներ ենք, այս բաներն ենք անում, ոգևորված պատմում եմ, ասում եմ
Իսկ ձեզ ով է թույլ տվել, որ այս տարածքում այդ ճամբարը անեք։ Ու ասում եմ, ես այստեղի պահակի հետ եմ խոսել, որ անենք։ Մի խոսքով մի երկար խոսեցինք, այս մարդիկ մեզ ասեցին, որ դուք հիմա արգելանոցում եք ու այստեղ չի կարելի, որ ճամբար անեք։ Մենք ձեզ 2 օր ժամանակ ենք տալի, որ այս ամեն ինչը հավաքեք ու այստեղից գնաք։ Ու թողեցին գնացին։ Ինչ կլինես որպես ճամբարի առաջնորդ, որպես եկեղեցու առաջնորդ, այսքան երեխաներ են այստեղ, հեսա հաջորդ խումբը պիտի գա, այսքան երեխաների ծնողներին ինչ պիտի պատասխանենք, ոնց պիտի ասենք, մտքիս մեջ արդեն լուծումներ են փնտրում, ծանոթներ ենք փնտրում, զանգում ենք սրան, զանգում ենք նրան, ինչքան ծանոթ անծանոթ ունենք, ուզում ենք խառնենք, որ այս հարցը լուծենք ու ճամբարի պատանիներից մեկը, Հովհաննես եղբայր, մոտիկանում է ինձ ասում է, «Էդիկ եղբայր, եկեք աղոթենք»։ Ահա քեզի դաս։ Ես այդ օրը չեմ մոռանա։ Իմ կյանքի հեղափոխություններից մեկը այդտեղ եղավ։ Ու մենք ամբողջ ինչ էֆեկտիվ, ինչ ազդեցիկ առաջարկ։ Սիրտս լցվեց ու արցունքներս գնում էր։ Իրոք ես ինձի հանդիմանվեցին, ասում եմ, մենք սովորեցնում ենք այս մարդկանց, սովորեցնում ենք, որ ամեն իրավիճակի մեջ պետք է Աստծուն հանձնեք ու ահա լավ օրինակ Աստծուն հանձնելու։ Ում ես զանգում։ Ինչ ես փնտրում, ինչ հնարավորություններ ես փնտրում, Էդո ջան։ Ու երբ որ մենք ամբողջ ճամբարով ձեռքի բռնեցինք, կլոր շուրջ, այսպես միաբանորեն աղոտ բարձրացրեցինք ու սպասեցինք, որ 2 օր հետո պիտի իրան գան։ Եվ դուք մնացիք դեր այնտեղ, հա։ 2 օր հետո տեսա հերվից, ասենց ավտոն գալիս ու հետևից փոշի ու սիրտս ինքան արագ աշխատում դուբ արդեն ասենց մտքիս մեջ ինչ լուծումներ ասես փնտրում եմ, ես մարդիկ եկան, ասենց նայեցինք իրար երես, ասեց այս տարի ձեզ հնարավորություն ենք տալի այստեղ մնալու, բայց մյուս տարվանից չգաք այստեղ։ Ու ես այդքանից հետո ինչ կանեմ։ Դեր աղոտ կպատասխանեց։ Ամեն։ Ծնկի եմ եկել։ Աղոտ կպատասխանեց։ Տիրոջը փառք եմ տվել ու ներողություն եմ խնդրել, որ ամենավերջինն եմ իրան դիմել եւ ոչ թե ամենաառաջինը։ Համար այսպիսի բաները մեզ ստիպում են, որպեսզի մենք ել ավելի վստահենք Տիրոջը ու հասկանանք, որ Աստված լուծումներ ունի։ Եթե մեր մարդկային, հա, մտածելակերպի մեջ գնում ենք փակուղիներ ու հասկանում ենք, որ այստեղից այնքան էլ ճանապարհ չկա, էլ ելք չկա, Աստված այդտեղ լուծում ունի։ Իրան է վստահ։ Եվ Աստված որքան հարգում է մեր աղոթքը, թեև դկար, թեև ոչ կատարյալ, թեև դերի, բայց տագավին աղոթքի միջոցով ինքը իր, ասենք, նախախնամական հրաշքները ցուցաբերում է, բացահայտում է, եւ մեզ զարմացնում է, որ ինչ որ մենք մտածում էինք, որ հնարավոր չի, լուծում չկա, Տերը ասում է հանգիստ, դու հələ ինձ թիմի, Եգուր, արի խոսա հետս, ինձ թողե, ես քեզ կառաջնորդեմ, գուխորթեմ, բայց շատ անգամ մենք ավելի ուզում ենք կորզնական լինել, շուտով հարցերի լուծումը գտնել, մանավանդ նկատի առնում ենք, որ մեր ժողովուրդը սպասում է իբրովիվ ինչ պիտի ասենք, ինչ պիտի անենք, ինչպես պիտի դրսևորենք այս հարցի առումով, բայց աղոթե ժամանակ դուր, հատկացուր ժամանակ դու սուրբ լալու, այդ հիշում ես այդ երգը եւ այո, աղոթքը կարևոր մաս ունի դրա մեջ, բայց շատ անգամ մենք մոռանում ենք սա։ Ազո խոսքի վրա շատ կենտրոնացում տալիս ենք եւ այո, սխալ չէ դա, բայց մենք գիտենք առաքյալները ինչ արեցին, աղոթքի եւ ազո խոսքի նրանք ինքնին նվիրեցին։ Եվ դա պետք չէ մոռանանք մեր զարակյան նկատմամբ։ Այո, եւ սա մեզի դաս եղավ եւ բազմաթիվ այսպիսի վկայություններ կան մեր կյանքում։ Մենք որոշում կայացրեցինք եկեղեցու ծառայողական խմբով ժամանակ առ ժամանակ ծոմապահությունով առանձնանալ։ 3 օրյա աղոթք, փառաբանություն, աղոթք, փառաբանություն։ Եվ ես չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ օրհնյալ օրեր են։ Եկեղեցիում անում եք։ Չէ։ Չեն ուրիշ տեղ։ Առանձնանում ենք, կարող է գնանք Դիլիջան, կարող է գնանք Ծաղկաձոր, ինչ որտեղ առանձնանում ենք ու պայմաններ ունենք, որ անջատում ենք մեր բոլոր հեռախոսները, աշխարհի հետ բոլոր կապերը
օրական մեկ անգամ 1 ժամով հեռախոսը կարող որ- ենք միացնել, մեյլերին պատասխանել, ընտանիքի հետ խոսել, նորից անջատվում ենք ու ամենաօրտնյալ պահերը, որ մենք կարողանում ենք եղբայրներով իրար հետ ունենալ ու հենց այդ ժամանակ մեր թերությունների մասին խոսալ, որտեղ Սուրբ Հոգու ներկայությունը այնքան զորավոր կերպով է այդ օրերը լինում մեր մեջ, որովհետև արդեն մարմինը ճնշված է եւ հոգին հաղթահարած քո մեջ, դու արդեն հոգևոր բաների մասին ես մտածում, ծառայության մասին ես մտածում, ավելիի մասին ես մտածում, չգիտեմ, միաբանության մասին ես մտածում, եկեղեցու կյանքի եւ առօրյայի ել ավելի լավը անելու, չբավարարվելու, այդ վիճակն է գալիս ու ես ասեմ, դա մեր ծառայական թմի շունչն է, որ ամեն անգամ երբ որ արդեն զգում ենք թույլացել ենք, կուտակվել է ինչ-որ բաներ, մենք ասում ենք Հիմա դենն է, ժամանակ եկել է։ Այո։ Ժամանակն է ու Եվ սա լավ բան է, ինչ որ ասեցիր։ Շատ այդ իմ կյանքի փորձառությունից ու մեր եկեղեցու կյանքի փորձառությունից, որ կիսվել եմ ու շատերի հետ եմ սրա մասին կիսվել, որովհետև երբ որ մի բան ուտում ես ու շատ է քեզի դուր գալի ու գիտես, դա շատ համեղ է ու օգտակար քո օրգանիզմին, դու չես դադարում դրա մասին խոսելուց։ Ուզում ես ասել, այս եղբորն են, որովհետև անկեղծ շատ անգամներ մենք ընկղմում ենք ծառայությունների մեջ, չգիտեմ, մեր վրա շատ բեռ ենք վերցնում, շատ պատասխանատվություններ ենք վերցնում ու արդեն տեսնում ենք, որ ֆիզիկապես անհնարին է ու այդ ժամանակ արդեն քո միտքն է հոգնում, անկեղծ լինենք, չես կարողանում աղոթել, տես Պետրոսի թղթի մեջ ասում է, չէ, պարկեշտ եղեք եւ աղոթների մեջ արթուն եղեք, արթուն սթափ եղեք, այսինքն եթե սթափ չլինի իմ ուղեղը, իմ աղոթներն էլ չի համապատասխանի սուրբգրային ճշմարտություններին, որովհետև մեր աղոթն էլ պիտի կառուցվածք ունենա, չէ։ Օրեր առաջ մենք հայր մեր աղոթն էինք ուսումնասիրում մեր փոքր խմբում եւ մենք դրա մեջ տեսանք հրաշալի է կառուցվածքը, որ միանգամից չսկսեց այնտեղ խնդրվածներով, այլ Աստծուն փառաբանելով, երկրպագելով, իրեն մեծարելով, այսինքն հերթականություն գոյություն ունի, որ մենք էլ մեր Աստված պաշտության մեջ, մեր աղոթների մեջ այդ սխեման պիտի ունենանք։ Այդ մոդեցումը պիտի ունենանք։ Անշուշտ մեր ժամանակը չպետք է երիքի, որ բոլոր ճշմարտություններին անդրադառնանք, բայց պիտի փորձենք այս կարևոր սկզբունքները փոխանցել մեր լսարանին, մեր քույր եղբայրներին, որպեսզի ամեն մեկն էլ իր ծառայության մեջ լիովին վստահի Տիրոջը, լիովին վստահի։ Կարող է ուրիշ անգամ այդ եղբայրս այս հանձնարարականը վրա դար, որ Տիրոջ այդ դերունական աղոթքը, որ աշակերտի աղոթն է, որ ելի այսպես կարող ենք զրուցել իբր մի տեքստ, այդ բացատրական մոդեցումով, մեկ-մեկ ընթանալով ամեն մի բաղադրիչների միջից, այո։ Մեծ սիրով։ So, նկատի ունենամ, որպեսզի աբակայում այդպես մի հատ կարանք անել։ Ես նորից ուզում եմ ասեմ, Աստծուն փառք եմ ուզում տամ այն ամեն ինչի համար, որ Աստված արել է մեր կյանքում ու այդ դրանով ստացել է այն, ինչ որ ինքն է ուզել։ Ու ես կատարյալ վստահում եմ Տիրոջը, գիտեմ, որ Աստված եթե իմ կյանքում ինչ որ իրավիճակներ է թույլ տալիս, ինձ ուզում է ավելի լավը դարձնել։ Դե երբեմն մեր կյանքում փորձությունները, փոթորիկները, որ գալիս են, սա ստիպում է, որպեսզի մեր արմատները ել ավելի խորը գցենք իրեն։ Եվ ծառի օրինակը մենք ունենք, մեր բակում ունենք ծառեր եւ Պարիսպի մեջ է այդ ծառերը դրված, դեք արդեն 10 քանի տարի այդ ծառը մնացել է ասենց բարակ։ Ինչու՞, որովհետեւ ինքը քամիներ չի վերցրել իր վրա։ Բայց նկատած կլինեք ծառեր, որոնք որ փողոցում են, որ շատ փոթորիկներ է իր մեջով գալիս անցնում, շատ հարվածների է ենթարկվում, ինքը սկսում է հաստանալ։ Ինքը սկսում է իր արմատները ել ավելի խորը գցել, որովհետև ինչքան փորձությունները շատ են, այնքան իմ արմատները ել ավելի խորն եմ գցում։ Այսինքն մեր այս կյանքի դժվարությունները թող մեր լսարանին, մեր եկեղեցուն, բոլորին ստիպի եւ օգնի, որպեսզի մեր արմատները ել ավելի խորը գցենք եւ աղոթքի միջոցով, աղոթքի միջոցով, այո, հանձնենք իրեն ամեն իրավիճակները, ամեն բաները։ Ժամանակներ առաջ մենք մի խնդրի առջև կանգնեցինք ու շատ երկար չպիտի պատմեմ, շատ կարճ պիտի ասեմ,
մի նամակ ստացանք մեր իշխանությունից, որ մեզ տուգանել են 1.200.000 դրամ, շատ չմանրանամ թե ինչի համար, որովհետև փաստաթղթերի մեջ մի փոքր անփույթություն էինք արել, պետք է ներկայացնենք, որ մենք նվեր ենք ստացել, պետք է դա ներկայացնենք, որ մենք նվեր ենք ստացել եւ որպեսզի ազատագրվենք, հա, այդ խնդիրներից։ Ու մեկ էլ նամակ եկավ, որ դուք եկեղեցաշենք եք նվեր ստացել եւ թաքցրել եք։ Եվ կադաստրային արժեքը այսքանը եւ մենք գնահատել ենք 1.200.000։ Ես չհասցրեցի այս նամակը կարդալ, ինչ որ մարդկանց դիմել, երկրորդ նամակը եկավ, որ ուշացրել եք, այսքան էլ տուգանք է եկել իրական։ Ես արդեն խոճապի մեջ ընկա, եղբայրներին հավաքեցի, խորհրդի անդամներին ու ասի, որ ես խնդրի առջև ենք։ Ինչ անենք։ Նորից այսինչ եկեղեցուն դիմենք, այսինչ հարուստ եղբորը դիմենք, այսինչ կազմակերպությանը դիմենք։ Ու ասեցի Կիրակի օրն էլ կարող ենք եկեղեցուն դիմել, ասել, որ այս խնդրի մեջ ենք, եկեք մի քիչ շատ զոհաբերություն անենք, որ այս հարցը լուծենք, որովհետև իրավաբանի մոտ էլ գնացի, ասաց, եթե պետ բյուջեը արդեն գրվել անխուսափելի է, պիտի այդ գումարը դուք վճարեք։ Ու որոշում կայացրեցինք, որ Կիրակի օրը եկեղեցում հայտարարենք, աղոթենք ու անմիջապես դրանից հետո գնանք ծոմապահության եղբայրներով։ Հովհաննես եղբայր, այդ որոշումը կայացնում ենք այդ օրը երեկոյան եկեղեցու եղբայրներից մեկը, որ շարքային եղբայրներից մեկը, զանգահարում ու ասում է, «Այդիկ եղբայր, ես ուզում եմ եկեղեցուն նվիրատվություն անել, 10-րդս տալ, ինչպես է դրա կարգը»։ Ես ասում եմ, կարող եք գցել գանձանակի մեջ, չէ, ասում է, գումարը մի փոքր մեծ է, ուզում եմ ձեր հետ խոսալ։ Ու գիտեք, այդտեղ ես նորից հանդիմանություն ունեցա, ու իմ մտքի մեջ ասում եմ, լավ, իր ապրելակերպը իմանալով, իր համեստ ապրելակերպը իմանալով, մտածում ես դե իր տված մեծը թող այս մեր պատկերացումով այսքան լինի։ Ասում եմ, լավ, եղբայր, Կիրակի օրը երբ որ կհանդիպենք, խոսենք դրա մասին։ Ու Կիրակի օրը երբ որ հանդիպում ենք, մինչև եկեղեցու արդեն պաշտամունքը սկսել եմ, եկել եղբայրը ասում է, որ ուզում եմ $2,000 գումար նվիրել։ Ես ապշած եմ։ Ու առաջի բանը, որ մտածում եմ, ասում եմ, քեզ որտեղից, որտեղ գիտեմ, որ ինքը շատ համեստ եղբայր է ու շատ խոնար, որ ոչ բիզնես ունի, ոչ ես ունի, ոչ այն։ Ասես տունը վաճառել եմ եւ ուզում եմ դրանից եկեղեցու նվիրատվություն անել։ Ես ասում եմ, դու չես պատկերացնում, հիմա դու ասում ես այն բանը, որ ես քիչ հետո պիտի հայտարարեի, որ եկեղեցին լավագույնը անի, որպեսզի մենք այդ հարցը կարողանանք լուծել։ Ու փառք տվեցի Աստծուն, ասեց 2 շաբթի օրը կգաս բանկ, որ այդ 3 շաբթի օրը կգաս բանկ, որ այդ գումարը հենց բանկում տամ քեզ։ Հովհաննես եղբայր, 2 շաբթի օրը զանգում ավ ասում է, «Էզիկ եղբայր, չէ, այդքան չեմ ուզում տամ»։ Ու ես մտածեցի, որ մտածում է, որ քիչ է ուզում տա, միտքը փոխեց։ Ասում եմ, ազատ եղբայր, ինչքան որ ունեցած Աստված ինչ որ սրտիդ կդնի, ես ուզում եմ $3,000 տամ։ Ես չեմ հավատում, ինչ եմ լսում, ասում եմ, աղոթքի պատասխան զոհաբերության միջոցով։ ասում այսինքն, ասում գիտեք ինչ հետաքրքիր է, ասում ես այդ մարդը, որ իմ տունը առավ, ես իրեն ասեցի, որ գիտեք ինչ, իմ հաշվարկների մեջ մի քիչ սխալ եմ եղել, ես եկեղեցուն 10-րդ պիտի տամ, ու եթե դա տամ, այսինչ բանի համար իմ գումարը չի երիքում, պիտի տանը գազ քաշեմ, իսկ այդ առնող տղան էլ է ուրեմն հնում եկեղեցուց։ Ասում քանի որ դու այդ ձևի մարդ ես ու հավատարիմ անձնավորություն, ես ուզում եմ քեզի 2,000 նվեր տալ այդ մարդուն։ Ու քանի որ ինքը այդքան է ստացել, այդտեղից 1,000 դնում դրա վրա բերում ու ճիշտ այն գումարն էր, որ եղբայրները տարան դրամի վերածեցին ու տարան այդ գումարը վճարեցին ու մենք վերջացրին։ Նայեք մեր մարդկային, այսպես ասեմ, գնահատականը, հա, որ այստեղից ենք ակնկալում, այնտեղից ենք ակնկալում նրանից, որտեղ մեր ակնկալությունը ումից պետք է լինի։ Ամենը առաջ Աստծուց։ Այո։ Աղոթքի միջոցով։ Ու մի հատ չերևացող, հա, չնկատված անձի միջոցով Աստված այդ հարցը լուծեց։ Միջալոց բարձրապես մեր ունգընտիրների համար ասեմ, որ ինձ
այս վկայությունը սրանից առաջ էլ օրհնություն եղած է, որովհետև սրանից առաջ դու ասած ես այս մեկը, չեմ հիշում երբ էր, բայց հիշում եմ ճիշտ ինչ որ ասեցիր, լրիվ հիշում եմ այս բոլոր դետալները եւ ինձ օրհնություն էր տեսնելով ինչպես Տերը ինք իր ավադարմությունը, իր ողորմությունը իր ժողովրդին բացահայտում է, նույնիսկ երբեմն երբ կարող է որ մենք որոշ մի բան օրինակ բաց թողածենք, շիդագը չարեցինք լրիվ, ոչ թե դիդմամբ, նույնիսկ եթե այսինքն կամավոր կերպով լիներ, այս բարակայում այդպես մի եղած է, որ եղած է, օքեյ, բայց Տեր ինքը ողորմությունը ցուցաբերեց իր ժողովրդին, որ հասկացնե, որ ինք իր ժողովրդին սիրում է եւ ինք ներկա է, հոգատար է եւ ինք ամեն բան իր ցերն է, միայն թե մենք եթե խոնարհվենք իր առաջ աղոթքով, այո, ծոմաբավությունը կարևոր է, որ ծոմաբավությունը ինչպես ասիր, բոլոր այդ աշխարհի դարբեր այդ ցանկություններից, մեր անձնական գարիկներից կտրվում ենք որոշ ժամանակ, որ միայն Տիրոջ երեսը խնդրենք աղոթքով, ով Տեր, հա, եթե Տերը կարող էր պատասխանել ոչ, ծեր սխալն է, դուք գնացեք, ինքը եթե իր արդարության համաձայն վարվեր, որ էլի տակավին ինքը ավատարիմ է, իր խոսքի համաձայն, արդարության համաձայն կարող էր վարվել ասելով, ծեր վրա է այս մեկը։ Այո։ Բայց Տերը այդպես չարեց այս բարակայում եւ սա մեզ խոնարհեցնում է։ Եվ այսպիսի իրավիճակների մեջ ցույց է տալի, որ ամեն ժամանակ, այսինքն պետք չի, որ մենք ընկնենք այդ իրավիճակի մեջ նոր մեր ծնկները ցալենք։ Ամեն ժամանակ Տիրոջն է պետք ապավինել։ Ամեն ժամանակ աղոթքի մեջ լինել, այո, երբեմն որոշ մարդիկ հարց տալիս են, ինչպես մեկը կարող է ամեն ժամանակ աղոթել։ Հիմա սա բարձր է, որ ամեն ժամանակ ասենք, դուք ասեք, ոնց կարող եմ ավադացյալը հիմա ամեն ժամանակ աղոթքի մեջ մնալ, աղոթքի մեջ լինել։ Հենց օրը սկսվում է աղոթքով, հա, աշկերտես երբ որ բացում եմ Տիրոջը փառավորելով, պաշտելով, նրան երկրպագելով եւ օրվա մեջ ինչքան առիթներ ենք ունենում, այսինքն սա գալիս է գիտակցությունից, նորից քիչ առաջ երբ որ ասացի, մենք չպետք է վստահ լինենք, որ ես A կետից էլ A կետամ կհասնեմ B կետ։ Երբ որ ես այսօր դուրս եկա ճանապարհ, որ գամ այստեղ, Տեր առաջնորդիր ինձ։ Ճանապարհին Տեր իմաստությունը տուր, որ կարողանամ քո կամքդ ներկայացնել, քո խոսքի ճշմարտությունները խոսել։ Այն ինչ որ արել ես մեր կյանքում դրա մասին խոսել, այսինքն ամեն ժամանակ իրավիճակները մեզ սովորեցնում են, որ մենք պետք է յուրաքանչյուր բանի մեջ աղոթող լինենք։ Այսինքն միշտ Աստծո հետ այդ հաղորդակցության մեջ ենք։ Կարծես թե ինքնաթիռը երբ որ այս հա երկրի վրայից արդեն բարձրանում է դեպի երկինք, ինքը ամեն վարքյանը կապի մեջ է, չէ՞։ Այո, այո։ Որպեսզի իրեն գալիք փորձությունների մասին ասեն, փոթորիկների մասին, խնդիրների մասին, դժվարությունների, այսինքն ամեն ժամանակ իրանք կապի մեջ են։ Եվ մենք շատ լավ գիտենք, երբ որ այդ կապը կտրվում է, ինչ է տեղի ունենում։ Եվ նույնն են հավատացյալի կյանքում։ Երբ որ կապը կտրվում է հոր հետ, արարչի հետ, ստեղծագործի հետ, քո երկնային հոր հետ, դա ամենամեծ, այսպես ասեմ, տրագեդիան է, որ լինում է հավատացյալի կյանքում։ Անարակ որդին էլ մտածես պապայից հեռու, հորից հեռու, իր համար լավ կլինի։ Կգնամ, հեսա էս կանեմ, այն կանեմ, սա կստեղծեմ, սա կունենամ, իմ գլխին կոնտրոլ չեմ ունենա, իմ գլխի տերը կլինեմ։ Բայց երբ որ հեռացավ, հասկացավ, որ առանց հոր նա ոչինչ չի կարող անել։ Այո։ Դրա համար ես նորից պիտի կրկնեմ, սա գալիս է բոլորը այստեղից։ Իմ Աստված ճանաչողությունից, իմ իրեն վստահելուց, իմ գիտակցությունից, իմ խորը վստահությունից առ Աստված, որ ամեն բան քեզանով է Տեր, քո համար է, քո փառքի համար է։ Ամեն, աղոթքի բոլոր նպատակը դա է, որ Աստված բարավորվի մեր այդ մաքուր արդար գաղվածությունից, Աստծո հանդեպ առ Աստված, որ Աստված ինք ամեն բան իր ցերն է, ամեն բան գիտի, ամեն բանի կարող է։ Եթե մենք աղոթենք կամ չաղոթենք, Աստված եթե ինք ցանկանա եւ գցանկանա իր գամքը պիտի անի ամեն ատեն ամեն ուրեք։ Բայց սակայն ինք մեզ ալ ուզում է ներկրավենք իր կամքի մեջ մաս ունենանք աղոթքի միջոցով։ Հիմա շատ ադեն այո, սա կարող է մեր թեմայից մի քիչ դուրս գնա, բայց աղոթքի հետ կապ ունի մարդ արարածի, հավատացյալի, այսինքն հավատացյալ մարդու գամքը ոնց կարող է Աստծո գամքի հետ համերաշխորեն, այսինքն գոյանալ։
Ինչու որովհետև մենք ասում ենք, որ Աստված դե գերիշխան է, իմ աղոթներս ինչ տարբերություն կանեն։ Իր կյանքի առնչությամբ, իր կամքի առնչությամբ, իր կամքը միթե մենք փոխության ենթակա ենք անում, երբ աղոթում ենք, ոչ։ Մենք մեր կամքերը ոնց որ նույն գծի վրա բերում ենք Աստծո կամքի հետ եւ աղոթում ենք։ Որպես կանոն մերն ենք բերում համապատասխան։ Ոչ թե հագարակը։ Եվ ոչ թե Աստծունը բերում եւ ինչպես որ եղբայրը մի անգամ ասած է, շատ ադեն այդպես աղոթում ենք, շատ անգամ ավադացանես այդպես աղոթում ենք, որ մենք ուզում ենք, որ մեր կամքը գադարվի աղոթքի միջոցով երկնքում, բայց Աստծո խոսքը տերունական աղոթքում, աշակերտի աղոթքում ինչ ասում է։ Թող կամքը լինի ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Աղոթքի միջոցով մենք մեր անձերը Աստծո կամքի յետևը բերում ենք, սաբես ասելով, որբեսի մենք հասկանանք Աստծո կամքը ինչ է եւ մեր անձերը ենթակա դարձնենք Աստծո կամքին, որ անշուշտ բացահայտված է առաջնագարկորեն իր խոսքի միջոցով։ Գիտես, շատ անգամներ ես չեմ ուզում անուններ տալ կամ ինչ որ մեկին այստեղ ասած ասեմ իր անձի վերաբերյալ ինչ որ բան ասել, բայց շատ անգամներ ծառայողների կողմից, եկեղեցու առաջնորդների կողմից աղոթներ ես լսում կամ անգամ շարքային ավատացիաներից, որ իրենց աղոթքի մեջ բոլորը հրամայական է։ Կարծես թե Աստված պարտական է ու այնտեղ ինքը նստած սպասում է, որ մենք մի բան հրամայենք ու ինքը վրաս կատարի մեր կյանքում։ Այսինքն Աստծո եւ իմ այդ հաղորդակցության, այդ աղոթքի մեջ պիտի երևա իմ կախումը իրենից։ Այ երբ որ մենք գնում ենք ինչ-որ մի հատ պաշտոնյայի մոտ ինչ-որ բան խնդրելու, չենք գնում հրամայական տեսքով։ Նախապես մեզ սովորեցնում են, թե ինչպես պետք է դիմել, ինչա պետք ասել, որ պահին պետք է խոսես, որ պահին պետք է դիմես, բայց երբ որ հերթը հասնում է երկինք ու երկիր արարող Աստծուն եւ հավատացյալ եւ Աստված փոխհարաբերությանը, այդտեղ ես չգիտեմ այդ մարդկանց ուղեղի մեջ ինչ է կատարվում, այսինքն քո աղոթքը պիտի ցույց տա Աստծո գերբնական մեծ գերիշխան լինելու հանգամանքը։ Ինչա ապացույցում, ինչա խոսում կողքիններին իմ աղոթքը, երբ որ նրանք լսում են իմ աղոթքը, տեսնում են որպես մի մարդ, որ ինքը զորություն ունի հրամայելու, թե որպես մի խոնարհ ծառա, որ եկել է Տիրոջը խնդրելու Տեր ներիր մեղավորիս։ Ես անկարող մեկն եմ, քո կարիքը շատ ունեմ, քո առաջնորդության կարիք ունեմ, քո իմաստության կարիք ունեմ։ Եվ սա ամենագեղեցիկ բայերից մեկն է, երբ որ հավատացյալը, հոգևոր ծառայողը իր աղոթների մեջ Աստծուն բարձրացնելով լավագույն օրինակն է լինում իր լսարանին, այն մարդկանց, ովքեր որ շրջապատված են, հա, քեզանով ու դու ինչ որտեղ էլ ազդեցություն ունես իրանց վրա։ Շատ կարևոր է սա։ Այո, աղոթքի մեջ երբեք հավատացյալը պետք չէ այդպեսի դիրք բռնե, ուր ինք կարծես թե հրամայում է Աստծո։ Այո։ Բայց այո, երբեմն մենք ես ուզում եմ, ես հրամայում եմ։ Մի խոսքով Աստված ջան, դու այդպես արա, այսպես արա։ Ես դավանում եմ, որ արդեն դա այդպես է։ Եթե դու դավանում ես, որ դա արդեն այդպես է, խես էլ Տիրոջը խնդրում։ Եթե դա արդեն այդպես է։ Հետո եղբայրս հաջորդ հարցը, ուրիշ հարց ունեմ այստեղ, արդյոք քո աղոթները նշանավորվում են Աստծով ուրախությամբ, թե բարձրապես բարդականությամբ։ Արդեն իսկ խոսում ենք, այո, մի քիչ ավելի կենտրոնացումը, որ այս մասի վրա լինի, որ միթե քո աղոթներում ուրախությամբ ես անում աղոթները, չէ՞ թե բարձրապես պետք է անեմ։ Անկեղծ ասեմ, Հովհաննես եղբայրս, իմ կյանքում եղել են փուլեր, ժամանակներ, որ որպես չես կարա չանես, արել ես անելու համար։ Ես ուզում եմ անկեղծ լինել եւ Տիրոջ առաջ եւ ձեր առաջ եւ մեր լսարանի առաջ, իրոք իմ կյանքում եղել են ժամանակներ, որ սա եղել են մեխանիկորեն արված բաներ, բայց երբ որ դու դա փոխում ես որպես կյանք ու ինչպես քիչ առաջ ասեցիր ուրախության, որ
ինչ հրաշալի առիթ ունեմ Տեր ես քո առջև գալու իմ աղոթները քո առջև բերելու, որովհետև մենք բազմությունով, մենք եկեղեցով մենք հիմա քո առաջ ենք ու եկել ենք քեզ պաշտելու, քեզ երկրպագելու, քո առջև խոնարհվելու, մեր կարիքները քո առջև բերելու, մեր ով լինելը քո առջև բերելու, մեր թափանցիկ վիճակը քո առջև բերելու։ Այսինքն այդտեղ փոխվում է ամեն բան, արմատապես փոխվում է ամեն բան, որովհետև երբ որ ես հանրության առաջ կանգնում եմ Աստծո մոտ աղոթքի, ես եւ Աստված այդ հաղորդակցության մեջ ուզում եմ իմ սրտի վիճակը բերել իր առջև։ Եթե կա խնդիրներ, եթե կա դժվարություններ, անկեղծությամբ է պետք է ամեն ինչը անել, որպեսզի Աստված այդ ամեն ինչի մեջ ինքը փառավորվի եւ ոչ թե սա պարզապես լինի ծիսակատարություն, որ մի հատ դե արդեն հովիվը պիտի աղոթի, աղոթում է։ Դե հիմա պիտի սենց անենք։ Ես չեմ ընդունում դա։ Այո, մեքենայական աղոթները երբեք շահավոր չեն ոչ մեկին։ Եվ Տիրոջ խոսքն էլ ասում է առաստաղից բարձր չի անում դա։ Այդպես մոտ։ Այո, բայց համաձայն եմ, որ երբեմն եղել է, որ այո, մեր աղոթները ավելի բարձրապես պարտականության սիրուն եղած, այնքան թե մի քիչ առաջ բամը ասեցիք, որ կարևոր էր դա այս զրույցի առնչությամբ, որ ամեն մի աղոթքի այդ հնարավորությունը ես մտածեցի, որ դու խոսում էիր, ասեցի, որ ինչ որ եղբայրը ասեց, նրա մեջ կարևոր ճշմարտությունը կա, որ պետք է նկատի ունեմ։ Ես մտքումս այդպես ասում եմ, որ Հովիկ դու ալ պետք է ոչ թե մի բան է, որ նորությունը լրիվ չէ, բայց ոնց որ թարմացում մներ այս ճշմարտության վրայով, որ չէ, Հովիկ դու պետք է ամեն աղոթքի հնարավորություն քաղցր թանկագին այս արիթը չի բաց թողնես, որովհետև սա, այսինքն եթե ոսկի գանձ ասեմ, դակավին դրանից ավելի մեծ հնարավորություն է իրավ, բայց դժբախտաբար մենք շատ անգամ մեծամասնությունը ադնկայից թե բարդականություն սեբում ենք դա, որ պետք է անեմ, չէ թե ոչ, մեր Տերը մի քիչ առաջ Մարգոսուց 1:35, առավոտուն ինքը դակավին թեր լույս չեղած, ինքը գնում է, մեգուսած ինքը հորը հետը, որ աղոթի, իբր աստվածամարդ, եւ ինք այդ հաջույքը վայելում է, հաջույք է, Աստծուց տրված ավադացյալին, ասպարակային մեր առումով, ուր մնաց Աստծո որդին, որ նույն բնությունը ունի, ինչպես հայրը, ինչպես Սուրբ Հոգին, եւ ինք այդ կախվածությունը ցուցաբերում էր, երբ ինքը երկրի վրա էր։ Եվ լավագույն օրինակը մեզ համար։ Լավագույն օրինակը մեզ համար, որ այդպես եւ որ խոսում էր մտածեցի, ասեցի, ովիկ ասեցի, այս հասկացողությունը միշտ մտքիդ մեջ, սրտիդ մեջ պետք է մնա։ Ինչ որ եղբայրը ասեց, որ էլի ասեմ, այդ եղբայրս նորությունը չէ, գիտեմ դա, բայց ասած ցևը այդպեսի թարմ ցևով եկավ ինձ, որ չէ, աղոթքի մեջ էլի հարցը ես տվեցի քեզ, չէ, որ ուրախությամբ անում ես, չէ թե բարդականությամբ, բայց որքան ատեն ես միտե այդ գոհունակությունը, այդ ուրախությունը սրտումս ունեմ, երբ աղոթում եմ Աստծո, որովհետև շատ ատեն գիտես ոնց է, աղոթում ես կայս թե մի, ասին շոփինգի այսպես լիստ ունես, այս բանը գարիկներ ունեմ ով Տեր, եւ վերջ եւ Իսյանով ամեն եւ հիմա գնում եմ իմ ուրիշ մի գործ պիտի անեմ։ Հապես այդ գոհունակությունը, այդ ուրախությունը հասկանալով, որ նույնիսկ ագավին չի պատասխանված կարիքներ կան։ Այո։ Որ պետք է համբերող լինենք, որ Աստված ինքը իր ժամանակի մեջ պատասխանի։ Այդ ուրախությունը կա այնտեղ, Հովիկ, ես իմ անցից, այս բոլորը մտածում էի, եւ որ դու խոսում էիր, ոնց որ հանդիմանությամբ ես քո ասածից միշտ Տերը ինձ հանդիմանում էր, որ քո աղոթներում շատ անգամ այդպես չես մտածում։ Դա է, որ ուզում եմ ասել։ Շնորհակալ եմ։ Ամենահրաշալին այն է, երբ որ տես Աստծո ծառան այդ հանդիմանությունը Տիրոջից ընդունում, որտեվ մենք իրար կողք ենք, որպեսզի իրար ավելի արդյունավետ դարձնենք։ Ինչպես Առակաց գրքի մեջ է ասում է երկաթը, այո, այնպես էլ եղբայրը եղբորը երեսն է սրում։ Այո, մերսի, այո։ Մի հարց եւս Էդո եղբայրս եւ Տերեգամի մեր հաջորդ դեսահոլովակում
գխոսենք, որը բավական ժամանակ վերցրեցինք, որպես եւ կարեւոր էր այս բոլորը ասելը, հաջորդ բաժնի մեջ կանենք հովի հանրային աղոթքի նկատմամբ նրա վրա գզրուցենք, բայց այս հարցով եւ հետո աղոթքով ամբողջացնենք, ինչպես աղոթքի միջոցով մարդկանց Աստծո առաջ բերում ես իսկական հովվական սիրով ու հոգատարությամբ։ Այսինքն քո աղոթներում, անհատական աղոթներում, ոչ եկեղեցվո առաջ, ոնց նրանց մասին աղոթում ես, նրանց փրկության մասին, նրանք որ դակավին դերը չեն ճանաչում, կամ եկեղեցու անդամների մասին, նրանց կարիքների վրայով, ինչպես դու քո այդ աղոթքի կյանքը ունես մարդկանց նկատմամբ, այդ հոգատարությունը աղոթքի միջոցով ոնց դու ցապերում ես։ Եկեղեցում մի լավ սովորություն ունենք, որ տարին մեկ անում ենք եւ սրա անունը աղոթքի շղթա է ու 40 օրյա աղոթքի ենք լցվում ու սրա մեջ գրեթե եկեղեցու չեմ սխալվի ասեմ 100%-ը, բայց ասեմ 90%-ը, որ սխալված չլինեմ, ներգրավված են այս աղոթքի մեջ։ Ու այնտեղ ամեն մեկս մի կարիք ենք ասում։ Ամեն մեկը մի կարիք է գրում ու 24 ժամ լինում ենք աղոթքի մեջ, 24 ժամ։ Ու այդ ամեն մեկս 1 ժամ ենք վերցնում։ Ու այդ 1 ժամը ունենք թե ինչպես պիտի անցկացնենք, ավետարանից ենք կարդում, 5 տականից ենք կարդում, փառաբանության պահ ունենք եւ դրանից հետո այդ բոլոր կարիքներն ենք բերում Աստծո առաջ եւ վերջին 5 րոպեն էլ աղոթում եմ այն մարդու համար, ում որ պիտի էստաֆետան մի խոսքով փոխանցեմ ու ինքը արդեն աղոթում է այդ 1 ժամը հետո մյուսի համար։ Նայեք սրանով մեր սերն ու հոգատարությունը մեկս մյուսի նկատմամբ ցուցաբերում ենք ու բազմաթիվ այսպիսի վկայություններ ունենք եկեղեցում, որ աղոթքի շղթայի ժամանակ իրենց աղոթները պատասխանվել է։ Ու երբ որ մենք պարզապես չենք կա, գիտեք, երբ որ մի հատ կարիք է լինում, ասում ենք մենք կաղոթենք քո համար, ու մոռանում ենք։ Երբեմն այնքան է եղել այդ ձևի իրավիճակներ, որ մենք եկեղեցում աղոթքի ժամանակ ունենք, որ մարդիկ իրենց կարիքներն են բերում եւ մենք դա աղոթում ենք։ Եղել են մարդիկ, որ կարիք են ասել, անցել է ժամանակներ ու մոտիկացել եմ, ասել եմ մենք աղոթում ենք, շարունակում ենք աղոթել ձեր թորնիկի համար, կամ ձեր մայրիկի համար, կամ այս իրավիճակի համար, ինչ եղավ ու մարդիկ զարմացել են։ Ինքը մոռացել էր իր ասացի մասին, բայց եկեղեցին ծառայողները շարունակում են դրա համար աղոթել։ Եվ ծառայողները արդեն իրենք են հարցնում այդ անդամներին, ինչ եղավ ձեր հարցը, ինչ եղավ ձեր ընտանիքի հարցը, այս խնդիրը, ու մարդիկ դրա մեջ այդ հոգատարությունն ու սերը տեսնում են, որ սա պարզապես մենակ կիրակի օրը բեմից Մամիկոն եղբայրը ցանկը չի կարդում ու վերջացնում, ու գնացինք ամեն մեկս մեր կյանքով մեր առօրյա, ոչ։ Ես ունեմ իմ աղոթքի ժամանակը, բերում եմ Տիրոջ առաջ, ու ես այնքան եմ ուրախանում, երբ որ լսում եմ վկայություններ, որ տեսնում եմ ծառայողներ, որ առավոտյան իրանք երբ որ իրանք օրը սկսում են աղոթքով ու աղոթում են իրենց հովիվի համար։ Սա ինձ համար թևեր է, Հովհաննես եղբայր, սա իմ համար ուժ է, ու ես ասում եմ ինչքան եմ ոգևորվում ու ուրախանում, երբ որ տեսնում եմ իմ համար աղոթողներ կան, բա որքան այն շարքային անդամը, այն քույրը, եղբայրը, ծառայողը, որ իր կարիքներին դու պարզապես միայն չես ասում, Տերը օրհնի քեզ, ես քո համար կաղոթեմ ու մոռանում ես դրա մասին։ Այո, այո։ Բայց հետաքրքրվում ես, զանգով, հա, եղբայր, ինչ եղավ, մենք շարունակում ենք աղոթել։ Իմ հորեղբորս աղջիկը այս վերջի ժամանակաշրջանում խնդիր ունեցավ ու այս դարի հիվանդությունը ունեցավ եւ հորեղբայրս, որ արդեն հայրիկիս մայից հետո կյանքը Աստված իրա ասենց 180 աստիճան փոխեց եւ եկեղեցում է լացելով զանգեց ինձ։ Հետո խնդրում եմ արի մեր տուն, աղոթքի կարիք կա։ Կնոջս հետ գիշերվա ժամը 11-ին գնացել ենք իրենց տուն, երկար նստել ենք, խոսել ենք, աղոթել ենք, ու Աստված այս մարդկանց կյանքերն ապրել։ Դուք եկեղեցում եք, մեր մոտ եք քարոզում, եթե չեմ սխալվում, որ այն աղջկա համար հենց այդ առաջ։ Այո, մի ամիս առաջ, այո։ Այո, եւ այդ հոգատարությունը, որ մենք եկեղեցով շարունակեցինք իր համար աղոթելու, Աստված իրոք կատարյալ ձևով
իրավիճակներ փոխեց, ու իրանց ընտանիքի մեջ, իրանց կյանքի մեջ էս եղավ մեծ վկայություն, որ Աստված լսող Աստված է ու իր եկեղեցին այստեղ ոչ թե պարզապես մի կառույց է, որ իրանք շաբաթը մեկ հավաքվում են, այլ սա իրոք Աստծո ընտանիքն է ու իրար համար հոգ են տանում, որ կենթանի հարաբերությունը կա Աստծո հետ աղոթքի միջոցով, անշուշտ գարիքների համար աղոթելու, եւ մենք կարեւորություն տալիս ենք Աստծո ժողովրդի գարիքների համար աղոթելու, եւ այո, մեր առաջնորդների համար, եւ այո, ուրախանում ենք, որ տեսնում ենք, որ մեր ժողովուրդը ասում է, «Ով եղբայր ջան, ես քեզ համար էս բանի համար աղոթեցի, կամ աղոթում եմ Դագավին»։ Եվ այո, շատ անգամ դու մոռացած կլինես, որ ես ասած էի, հա, բայց միկս չէր այլևս, բայց դեռ աղոթում է։ Սա օրհնություն է, խոնարհեցիչ օրհնություն է, որ մենք կախյալ ենք մեր, այո, այդ եկեղեցվո այդ շարքային ավադացիալների աղոթներից, կամ մյուս առաջնորդ եղբայրների աղոթներից, որբեսի միասին կարողանանք այս կյանքը, որ Աստված մեզ տված է, նրա փառքի համար մեր եկեղեցվո ծառայության միջոցով ապրենք։ Եվ մարդկանց, մեր 4 կողմի մարդկանց պոզիտիվ, դրական օրինակ լինենք, որ մարդիկ տեսնեն մեր կյանքը անգերց, ազնիվ, աղոթքի նվիրված ժողովուրդ լինելով, որ հասկանալով, որ մենք նրանցից լավ չենք։ Մենք կախված ենք Աստծուց, կախյալ ենք վարքյան, որ Աստված ինքն մեր միջոցով ապրի։ Ես մի sense սահմանում ասեմ, որ սատանան վախենում է աղոթող եկեղեցուց։ Այո, որովհետև իր համար շատ վտանգավոր եկեղեցի է։ Որտեւ երբ որ վտանգավոր եկեղեցիներ կան, այո, այսպես թող այսպես վտանգավոր, որովհետև գիտի այդտեղ ինքը շատ բան չունի անելու։ Որովհետև այստեղ մարդիկ գիտակցում եւ հասկանում են, որ հորից է կախված, մեր Տիրոջից է կախված ամեն բան։ Եվ եթե պիտի մեր այս հատվածը ամփոփելու լինենք, ինձ մի քանի աստվածաբանների եւ քարոզիչների խորիմաստ խոսքեր են, որ շատ ողջևորել են աղոթքի վերաբերյալ, որ կուզենամ դրանք փոխանցել։ Մարտին Լյութերը աղոթքի վերաբերյալ ասում է, աղոթքը քրիստոնյայի ամենահզոր զենքերն է, որ Աստված տվել է նրանց։ Պարզապես պետք է կիրառել։ Բարձրապես պետք է կիրառել, այո։ Ջոն Կալվինը սրա մասին ասում է, աղոթքը հավատքի գլխավոր վարժությունն է։ Եվ Կալվինը սովորեցնում էր, որ աղոթքով մենք ընդունում ենք մեր լիակատար կախվածությունը երկնային հորից, մեր Տիրոջից։ Սպերջենը ասում է, ճշմարիտ աղոթքը ավելի լավ է չափվում սրտի ծանրությամբ, քան խոսքերի գեղեցկությամբ, որ քիչ առաջ մենք սրա մասին խոսեցինք։ Պարզապես զարմացնել պետք չի, անպագորգոր ինչ որ քերականական, ճիշտ, առոգանությամբ բաներ ասել, սրտի ծանրությունը, սրտեն եկած։ Տեր, դու քննում ես իմ սիրտը եւ գիտես ինչա կատարվում է։ Իմ շրթունքները կարան հիմա ուրիշ բան ասեն, բայց դու գիտես թե ինչա կատարվում, որովհետեւ Տիրոջ խոսքը ինչ է ասում, մինչեւ քո բերանը կբացես ու ինչ որ բան կասես, ես գիտեմ թե դու ինչ պիտի ասես, ես գիտեմ թե ինչ է այնտեղ տիրում, ինչ է այնտեղ ինչ իրավիճակը քո կյանքի մեջ։ Դրա համար ավելի լավ է անկեղծությամբ Տիրոջ արչև գանք եւ մեր Ջոն Մակարթուրը այս խոսքերն է ասում է աղոթքը չի փոխում Աստծո կամքը, այն փոխում է մեզ, որպեսզի մենք համահունչ լինենք Աստծո կամքին։ Ամեն, այո։ Քիչ առաջ դրա մասին խոսեցինք։ Այո, բոլոր այդ ուղումներն լավ ուղումներ են, օրհնյալ ուղումներ են, Տեր օրհնե։ Որ որպես ծառայող ինձ իմ ավագ եղբայրների այս ուղումները շատ ողջևորել է ու ավելի ինձ մղում է, որպեսզի հավատարիմ լինեմ այդ ծառայության մեջ։ Ամեն, ամեն։ Շնորհակալ եմ այս ներդրման համար, աղոթքի, անձնական աղոթքի, այո, մի քիչ իհարկե անձնական աղոթքը շատ ադեն չենք կարող լրիվ անջատել մեր եկեղեցական աղոթքի կյանքի հետ կամ կյանքից ավելի ասելով, ուրեմն հաջորդ մեր դեսալովագում հաջորդ անգամ ավելի կանդրադառնանք հովի եկեղեցական հանրային աղոթքի կյանքի մասին եւ միայն հովի այսին չէ, հապա եկեղեցվո առնչությամբ ինչպես պետք է աղոթքի կյանքը լինի տարբեր ծառայություններու մեջ, տարբեր ծառայություններու հետ կապակցությամբ եւ այլն եւ նրա վրա կզրուցենք։ Աղոթենք հիմա եւ այդպես ամբողջացնենք մեր այս բաժինը։
Եգնավոր շնորհակալ ենք Տեր այս հնարավորության համար, քաղցր հնարավորություն, օրհնարան հնարավորություն, օրհնյալ հնարավորություն է Տեր, որովհետև գիտենք, որ մենք քեզանից կախված ենք եւ Տեր աղոթքի այս հնարավորությունը ունենք, այս մեծ օրհնությունը ունենք։ Շնորհակալ ենք Տեր, որ կարող ենք քո առաջ գալ աղոթքի միջոցով, մեր սրտերը բացել քո առաջ, քո գամքի, քո խոսքի համաձայն աղոթել քեզ եւ Տեր մնացածը մեր ամեն հարցերը, խնդիրները քեզ անցնել, որ գիտենք, որ դու ամենակարող ես, գերիշխան ես, բարի ես, հավատարիմ ես, սուրբ ես, արդար ես եւ սիրով լեցուն Աստված ես եւ դու մեր աղոթները պատասխանում ես քո անցի այս բոլոր բնութագրի համաձայն, քո գամքի համաձայն եւ դեր մեզ օրհնում ես։ Եղբորս համար շնորհակալ եմ իր վկայության, իր խոսքերի համար եւ այդ վկայությունների համար, որ դու դալիս ես նրան եւ նրանց եկեղեցվո աղոթքի իբր պատասխան, ով դեր այդ պատկերազարդումներն ա, որ ինքը մեջ բերեց նրանց համար էլ փառք ենք տալիս քեզ, որ դու քո ժողովրդին բացահայտում ես քո զորությունը եւ քո բարությունը եւ քո սերը նրանց հանդեպ։ Շարունակիր Տեր օրհնել նրան, նրա եկեղեցին, նրա ընտանիքը եւ Տեր թող լինի, որ քո փառքի համար ինքը կարողանա քեզ շարունակել ապրել եւ ծառայել եւ իբր աղոթքի մարդ այդպիսի վկայություն տալ, օրհնության վկայություն լինի իր աղոթքի կյանքը նրա շրջիներին։ Ինչպես որ ինձ համար էլ Տեր այսօր եղավ իր վկայություններով։ Հիսուսյանով խնդրում ենք Հորը փառքի համար այս բոլորը։ Ամեն։ Ամեն, ամեն։